Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշիևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն մասնակցելու մայիսի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվելիք անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը։ Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ հնարավորինս արագ համաձայնության կհասնեն և կստորագրեն այն։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռազմաքաղաքական իրավիճակը մեր հանրապետությունում շարունակում է մնալ լարված։ Կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում և հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն, հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նրա խոսքով միջազգային հանրության ընկալումն ավելի և ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29800 քառակուսի կիլոմետր և 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն։ Հայաստանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ, ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են, նշել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է հապկից դուրս գալու հարցին, որը Հայաստանի օրակարգում սակայն դեռ դուրս չի եկել։ Վարչապետը այս մասին հայտարարել է մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում, անդրադառնալով հապկից դուրս գալու հարցին։ Ինչու է այդ հարցը բարձրացել, որովհետև մեր ընկալումն այն է, որ հապկն է դուրս եկել կամ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը դե յուրե որոշում կայացնի հապկից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա նրա արդյունքում, որ Հայաստանի Հանրապետությունը կարձանագրի, որ հապկը դուրս է եկել Հայաստանից։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե յուրե որոշում կայացնել հապկում անդամակցությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ հապկը դուրս է գալիս Հայաստանից։ Դե եթե դուրս է եկել, էլ ինչ անենք, այսինքն եթե արձանագրենք, որ հապկը դուրս է եկել Հայաստանից, հապկ անդամ դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել է, նման տեսակետ է հայտնել վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այլ երկրների ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություններ ուներ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելը փակել է այդ հնարավորությունները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային։ Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին։ Նրանք քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց շրջանակը Հանս Կլյուգեի խոսքով տպավորիչ է։ Հայաստանում հաջողությամբ անցկացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը, հոգեկան առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը, Հայաստանի Հանրապետության տարածքում շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։ Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության լուրեր ԵՄ։ Երևանն ակնկալում է Հաագայից մինչև մեր հայցով վերջնական վճիռը միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ, պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է միեդ վճիռները։ Այդ փաստը հայկական կողմը ներկայացրել է վճիռների կատարումը վերահսկող մարմնին Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտե։ Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը։ Նստացույցի մասնակիցները պահանջում են ազատ արձակել 1 ամսով կալանավորված զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը Գայանե Հակոբյանին։ Տվեք մեզ մեր Գայանեին և մենք այս տարածքն ազատենք, այսօր հայտարարել են կառավարության մոտ հավաքված
զոհված զինծառայողների հարազատները, ովքեր մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության դիմաց։ Նրանք իրենց ձեռքերին պահել են Գայանե Հակոբյանի նկարը կին քաղաքական բանտարկյալ գրությամբ։ Հիշեցնենք, այսօր փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկելու են Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։ Հասարակության մեջ խռովություններ եւ հուզումներ առաջացնող նման ընթացակարգերը ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին եւ կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում։ Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները եւ զգայունությունները, քրեական գործի քննությունն իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։ Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության եւ պետության անվտանգության համար, աղոթում ենք նաեւ նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար եւ մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին եւ ընտանիքներին։ Նշված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մամլոդիվանի կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման եւ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրի ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաեւ զենք զինամթերք տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ՌՊ-ն ինքնությունը դեռևս չպարզաբանված Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու հետ միասին խմբի կազմում նախնական համաձայնությամբ միմյանց գործողությունները փոխլրացնելով սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբականակ, ինչպես նաև զենք զինամթերք։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի մայիսի 18-ին ՌՊ-ն հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում ինքնությունը դեռևս չպարզաբանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից նշված վայրում վերցրել է նրա կողմից Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբականակը, զենքը եւ զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում եւ հեռացել։ Այնուհետև մայիսի 19-ին ՌՊ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ ՄՊ-ին եւ ԱՔ-ին վերջիններիս ուղղորդել է ԱՔ-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ եւ իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբականակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրի ջոկատի ծառայողների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության պայմաններում ՌՊ-ն, ԱՔ-ն եւ ՄՊ-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով հերոին, մեթամֆետամին եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաեւ արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ, իրենց 20 հատ փամփուշտներով։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մայիսի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի հյուսիսային եւ արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։ Հայկական կողմը կորուստներ չունի հրադադարի խախտման մասին, հաղորդվել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Մարտունու եւ Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպքի գրանցվել, տուժածներ չկան, այս մասին էլ նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրում։ Տեղեկագրում նշված է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում բարեկություն է իրականացվել, 3 երթուղիներով ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 271 տոննա մարդասիրական օգնություն նշված է տեղեկատվության մեջ։ Բարեկային ծառայության ստեղծման եւ կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումը, այլ նաեւ իրավախախտումների դեմ պայքարում հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդումը եւ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացումը, փոխանցում են ոստիկանությունից։ Հիմք ընդունելով այս սկզբունքը բարեկային ծառայությունը մայրաքաղաքում եւ մարզերում այսօրվանից իրականացնում են իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն բարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ Իրազեկման միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ոստիկանության պաշտոնական կայքեջում։ Նշենք, որ մեր մարզում Կոտայքում մայիսի 22-ին ժամը 11-ից 16 նկատ ժամանակահատվածում իրազեկման միջոցառումն իրականացվել է Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ։ Մայիսի 23-ին այն տեղի կունենա ժամը 11-ից 16-ը Բյուրեղավանում Զորավարանդրանիկի փողոց ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքում, Մայիսի 24-ին նույն ժամանակահատվածում Եղվարդում Երևանյան թաղամաս 1 համայնքապետարանի հարակից տարածքում, մայիսի 25-ին ժամը 11-ից 16-ը Նոր Հաճնում Չարենցի փողոցի ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, մայիսի 26-ին ժամը 11-ից 16-ը Չարենցավանում Ստեփան Շահումյանի փողոցի ոստիկանության բաժնի հարակից տարածքում, մայիսի 27-ին ժամը 11-ից 16-ին իրազեկման միջոցառումներ կիրականացվեն Հրազդանում օգոստոսի 23 փողոցում համայնքապետարանի հարակից տարածքում, մայիսի 28-ին ժամը 11-ից 16-ին Ծաղկաձորում Խաչատուր Կեչառեցու փողոցում։ Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների եւ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%, հունիսի 1-ից բարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցների եւ վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի 25 ապատիկի չափով։ Այսօր աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Անզավուրը կդառնար 99 տարեկան երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան։ Հայաստանի ազգային հերոս Շարլ Անզավուրը իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց։ Նրա երգերը ակունքներով կապված են հայկական տաղերի հետ եւ մեծ ճանաչում ունեն։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի երկու շքանշանով։ 2009 թվականին Անզավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ։ 1995 թվականից Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շվեյցարիայում։ Պարգևատրվել է ԼՂՀ Գրիգոր Լուսավորիչ եւ Թեքեան մշակութային միության Ադամանդակուռ Արարատ շքանշաններով։ Գրել է Ազնավուրն Ազնավուրի մասին, անցած օրեր հուշագրությունները։ Ազնավուրի անունով կոչել են հրապարակ Երևանում Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում նրա անվան հրապարակում կանգնեցվել է հուշարձանը։ Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում։ 2009 թվականին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մայիսի 19-ից 22-ին ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է մեկ անհետ կորած 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, 3 մարդ զոհվել է, 39 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել եւ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 30-ամյա Պերճիկ Ս-ն, որը ապրիլի 26-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի, այն է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը երկրորդ մասի մեղադրանքով։ Խափանման միջոցը ստորագրություն։ Մայիսի 15-ից 21-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որոնցից 111-ը արտակարգ հայտնում են ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։ Եղանակային պայմաններով այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու անվտանգ տարածք տեղափոխել, ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց։ Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 87, զոհվել 10, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ստեփան-Ցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են հանրապետության տարածքում մայիսի 23-ին շրջանների զգալի մասում, 24-ից 26-ին առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ից 26-ին հնարավոր է նաև կարկուտ, քամին հարավարևելյան 3-ից 6 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ից 25-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 9 աստիճանով։